vers les lacs où le poids et l'ennui me courbe le dos. Ils arrivent le vent. Հերու ափերում արևի տակ կյանքը թեթևապրելու մասին փոքրամարմին հսկան երգում էր առավել սրտոտ։ 1967-ին ֆրանսիական այնուհետև համաշխարհային երաժշտարվեստում ռումբի պես պայթեց Տարեկինց հերու երգը, որի ալիքը կես դար անցել շարունակում է ցնցել մարդկությանը։ Գաղտնիքը պարզությունն է, մեղեդու եւ տեքստի, հեղինակը հենց Շարլն էր, 20-րդ դարի լավագույն երգիչը։ Խոսքերը առաջ կգա ինձ համար։ Երաժշտական կարիերան սկսվում է 30-ից հետո միայն, բեմ նրան չէին թողնում, կարճահասակ էր, ոչ այդքան գրավիչ արտաքինով։ Ամեն բան սկսվում է հրեա եք, ոչ, հայ եմ, հարց ու պատասխանից, հետաքրքրվողը Էդիթ Պիաֆն էր։ Խնջույքի սիրահար երգչուհին ապագա շանսոնիեին նկատում է Փարիզյան կաբարեներից մեկում, որտեղ Շարլը երգում էր։ 1950-ականների կեսերին Փարիզի Շարլին անողոք քննադատող հասարակությունը ծափահարում էր նրան հոտն կայս։ Բեկումը Օլիմպիա համերգասրահում էր, Լեբրեցուն դահլիճը մեկ շաբաթ թնդում էր Շարլի ելույթներից։ Հավերժական սիրո մասին երգում էր Միրեյ Մաթիեի հետ։ Այն հնչել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, նաև Թեհրան 43 ֆիլմում։ Իսկ Ազնավուրի կինոկյանքը սկսվել էր 1960-ին Կրակեկ դաշնակահարին ֆիլմով։ Շարլ Ազնավուր դերասանին աշխարհը սիրեց հատկապես Հայր Գորյո ֆիլմով։ Չնայած Պիաֆի հորդորով վիրահատում է հայկական քիթը, կրճատում ազգանվան Յան Մասնիկը, բայց սիրտը բաբախում էր Հայաստանով։ Հայ ազգը շատ լավ կդեսնվի Ֆրանսիայի մեջ, մեզի շատ կսիրեն Ֆրանսիայի մեջ։ 1960-ականներին Զվարթնոց օդակայանում անսովոր եռուզեռ էր։ Խորհրդային երկաթե վարակույրը կոտրելու Հայաստան էր գալիս արդեն համաշխարհային շանսոնիեն։ Ֆոտոխցիկը ձեռքին նկարում էր հայրենիքի ամեն մի անկյուն, որին սեր էր խոստովանելու 1988-ին։ Հայաստանի համար նոր գարուն եկավ նաև նրա անհաշվելի բարեգործությունների ու անձնական կապերի շնորհիվ, ինչին ամենաչնչին պատասխան գնահատականը ազգային հերոսի կոչումն էր։ Երբ հանդիպեք Աստծուն, ինչ կասեք նրան։ Կասեմ ողջույն, հետո ինքը պետք է ասի։ Ավելի քան 1000 հեղինակային գործ, 1200 ձայնագրություն տարբեր լեզուներով։ Շանսոնիեն մի առիթով կես կատակասել էր, թե քրոջ Սեդա Ազնավուրի հետ ապրելու են 100 տարի։ 20-րդ դարի լեգենդի մահը արձանագրվեց 94 տարեկանում։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն,